Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը ի թիվս միջազգային այլ զարգացումների անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ եւ անկայունություն։ Անկարան չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա։ Մենք չգիտենք, թե դա ինչի կարող է հանգեցնել, ասել է Հաքամ Ֆիդանը։ Թուրք դիվանագետը հավելել է, իր երկիրը չի ցանկանում հակամարտել Իսրայելի հետ Սիրիայում։ Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ ցահալի գործողությունները կարող են երկրում անկայունության պատճառ դառնալ։ Ռուսական ուժերը հերթական անգամ հարվածել են Կրիվոյ Ռոգին, տեղական իշխանության տվյալով հրթիռի թիրախում է եղել բնակելի թաղամասերից մեկը, որի մոտակայքում մանկական խաղահրապարակ է եղել։ Զոհվել է 19 մարդ, այդ թվում 9 երեխա։ Հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան տասնյակ վիրավորներ։ Վնասվել են 30-ից ավելի բնակելի շենք, 6 ուսումնական հաստատություն, խանութներ, ենթակառուցվածքային օբյեկտներ, ավտոմեքենաներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախնական տվյալով հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռով։ Ռուսաստանը հրադադար չի ցանկանում, ամբողջ աշխարհը տեսնում է դա։ Հարկավոր է ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ասել է նախագահը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ ՌԴՊՆ-ն էլ հայտնել է, որ թիրախավորել են Կրիվոյ Ռոգի ռեստորաններից մեկը, որտեղ հանդիպել են ուկրաինացի հրամանատարները եւ արևմտյան հրահանգիչները։ Ըստ գերատեսչության հարվածի հետևանքով չեզոքացվել է 85 զինվորական եւ օտարերկրյա պետությունների սպա։ Ռուսական կողմը նաեւ հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ուկրաինական մոտ 50 ԱԹՍ է խոցվել Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Սամարայի, Բրյանսկի, Լիպեցկի, Օրիոլի եւ այլ շրջաններում։ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, բողոքել, որ ռուսական կողմը վատ դիվանագիտությամբ է զբաղվում։ Նա պնդել է, հրադադարի համար չեն կարող լինել նախապայմաններ։ Իսկ կրակը դադարեցնելուց հետո կարող ենք խոսել ցանկացած ձևաչափով, տեղեկություններ ունենք, որ Վաշինգտոնը հրադադարի հասնելու վերջին փուլում է։ Ակնկալվում է, որ հակառուսական պատժամիջոցները կուժեղացվեն, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն աշխատում է գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ, քննարկվում են դաշնակիցների հնարավոր մասնակցությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման գործում եւ ներկայությունը գետնին եւ օդում։ Նա մեկնաբանել է Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, նշել, Միացյալ Նահանգների հետ ապրանքաշրջանառության ծավալն ընդամենը 3.5 միլիարդ դոլար է, ուստի ամերիկյան տուրքերը չեն ազդի ոչ Ուկրաինայի տնտեսության, ոչ էլ ռազմական մատակարարումների վրա։ Միացյալ Նահանգների նախագահը զրուցել է Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Թո Լամի հետ, քննարկվել են օրերս երկրի դեմ սահմանված ամերիկյան մաքսատուրքերը։ Դրանք կազմում են 46% եւ պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 9-ին։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել է, որ Հանոյը կձգտի վերացնել ամերիկյան ապրանքների համար գործող մաքսատուրքերը, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Վիետնամի իշխանության ներկայացուցիչների հետ։ CNN-ը գրում է, որ Վաշինգտոնը մաքսատուրքերը մեղմելու հարցով բանակցություններ է վարում նաև Հնդկաստանի եւ Իսրայելի հետ։ Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել, որ տարբեր երկրներ կապվում են ամերիկյան կողմի հետ, ինչն առաջատար դիրք է ապահովում Միացյալ Նահանգների համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։